Գրածա որ Երբ որ դուք այն հոգին, որը որ Քրիստոսին հարություն տվեց, երբ որ բնակված է ձեր մեջ, ձեր համար արդեն ամեն մեղքի մարմնի իրավիճակներ, գայթակղություններ, ցանկություններ, արդեն իրավիճակների թելադրանքներ, ձեր համար պետք է մեռած լինի, որտև այն հոգին, որը որ հարություն տվեց Հիսուսին, Այդ կարևոր բառ այստեղ գրած։ Այն հոգին, որը որ հարություն տվեց Քրիստոսին, բնակված է իմ ու քո մեջ։ Երբ որ մեքենայով գնում եմ ու աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, խնդրում եմ ինձ խոսք տուր։ Տեր Աստված, հիմա ամենաշատի ինչի կարիք որ ես զգում եմ, դա քո խոսքի կարիքն եմ զգում։ Ինձ մի հատ խոսք տուր։ Ես ավելի շատ ուզում եմ հասկանալ Աստված տեսնում է, Աստված իմ հետ է, Աստված հələ ինձ առաջնորդում է ու սենց մի հատ իրավիճակներ են, մտքեր են խառը ու գիտեք հետաքրքիր պատասխան ստացա ես իմ սրտի մեջ։ Ես գիտես տեսա Քրիստոսին տխուր աչքերով ասեց այն խոսքը, որը որ ամբողջովին ողողված է, շաղաղված է, Սուրբ Հոգով, այսօր ես տվել եմ ձեզ։ Ու այդքանից հետո մարդիկ էլի նեղվում են։ Էլ ես ինչ կարամ անեմ քո համար։ Դու մտածում էիր, որ հիմա լավ հնարավորություն տամ, այդ ամենալավ որոշումն է քո համար։ Հիմա դու մտածում ես, ինչ որ մի հատ դուռ բացեմ քո համար, ինչ որ ժամանակիդ համար, ինչ որ մի կարճ օրհնություն դու դրանով կուրախանաս։ Էդ է քո ուզածը։ Դու մտածում ես, որ ինչի ինձի չնկատեցին, այս մարդուն նկատեցին, ուզում ես, որ քեզ նկատեն, քեզ ձեռք մեկնեն, էդ է քո ուզածը։ Դու դրանով կուրախանաս։ Դու մտածում ես, որ սենց լնեի, սենց անեի կամ ինչ որ քո սրտի ցանկությունը, այդ քո երազանքը, այդ որ տայի, դու դրանով կուրախանայր։ Այդ քո մտածելով ամենաբարձրն էր, ամենալավն էր, ինչը որ ես ուզում եի անեի քո համար։ Էդ է քո մտածելակերպը։ Որ Աստված ամենալավը, գիտես, ամբողջ քո կյանքիդ, ամբողջ քո իրավիճակներիդ համար, որ Աստված մի հատ որոշում կարար աներ, դա արեց։ Այն հոգին, որը որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, այնց այդ հոգին քեզ էլ հարություն կտա։